Վանաձորի բուլղարական թաղամասի վագոն տնակներից մեկի մոտ 3-6-ամյա աղջկա մարմին է հայտնաբերվել։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով երեխային հայտնաբերել է քույրը։ Նախաձեռնվել է քրեական վարույց սպանության հատկանիշներով, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Սպուտնիկ Արմենիայի տեղեկություններով երեխայի մահվան պատճառ է դարձել դժբախտ պատահարը։ Մելիք գյուղում մորը դաժանաբար սպանելու համար մեղադրվող 20-ամյա տղան կտեղափոխվի հոգեբուժարան։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում մերձավոր ազգականի մասնակցությամբ սպանություն կատարելու հատկանիշներով։ Հաշվի առնելով քրեական վարույթում առկա փաստական տվյալները, նրա նկատմամբ անվտանգության միջոց բժշկական հսկողություն կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան, որը դատարանը բավարարել է։ Վերջին մեկ ամսվա ընթացքում հայկական վարդերի ներմուծման անօրինական երկրորդ փորձն է կանխել Ռոսել Խոզնաձորը։ Այս անգամ Հայաստանից Բելարուսի տարածքով Ռուսաստան ավելի քան 39,000 հայկական վարդերի ներմուծման անօրինական փորձ է գրանցվել։ Գերատեսչությունը հայտնել է, որ հուլիսի 23-ին Բրյանսկի, Սմոլենսկի եւ Կալուգայի մարզերում ոչնչացվել է թարմ կտրված ծաղիկների խոշոր խմբաքանակ։ Մասնավորապես Սմոլենսկի Մաքսատանը կանգնեցվել է Բելարուսի քաղաքացու Վարաց Բեռնատարը, որը Մինսկի շրջանից Մոսկվա էր տեղափոխում 39,200 վարդ։ Ըստ պաշտոնական տվյալների, ուղեկցող փաստաթղթերում բեռը ձևակերպած է եղել որպես ոչ ալկոհոլային տոնիկ ըմպելիք։ Միայն բեռնախցիկի մանրակրկիտ զննության արդյունքում են հայտնաբերվել ծաղիկները։ Հիշեցնենք, որ Հայաստանից Ռուսաստան ծաղիկների արտահանման արգելքը գործում է 2026 թվականի մայիսի 22-ից։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է ԱՄՆ։ Այսօր նա Սպիտակ տանը Երևանի ժամանակով ժամը 17:35 հանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Նա հայտնել է, որ նախատեսում է հանդիպումներ ունենալ նաև ամերիկյան թիմի եւ այն ներկայացուցիչների հետ, որոնք կարող են աջակցել Ուկրաինային։ Առաջնահերթությունը հակահրթիռային պաշտպանությունն է եւ Ամերիկայի հետ ռազմավարական համագործակցությունը։ Աշխարհը պետք է ավելի մոտ լինի խաղաղությանը, գրել է Զելենսկին իր Telegram-յան ալիքում։ Ըստ մամուլի Ուկրաինան եւ ԱՄՆ-ն համաձայնեցնում են խաղաղության նոր առաջարկների փաթեթ, որը նախատեսվում է ներկայացնել Մոսկվային։ Հնարավոր է հանդիպման ընթացքում քննարկվի նաև Զելենսկու եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ուղիղ բանակցությունների կազմակերպման նոր փորձը։ Այնուհետև Երևանի ժամանակով ժամը 19-ին Թրամփը հանդիպում կունենա Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Մենք կօգտագործենք Իրանի սառեցված միջոցները նավերին պատճառված վնասը փոխհատուցելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Միչիգանի իր ելույթում։ Մենք միլիարդավոր դոլարներ ենք ստանում Վենեսուելայից, նույնը տեղի կունենա նաև Իրանի հետ։ Կօգտագործվեն իրանական փողերը, որոնք գտնվում են մեր տրամադրության տակ։ Վատ չէ, այնպես չէ, հայտարարել է Թրամփը։ ԱՄՆ պատվիրակությունը Ֆրանսիայի հետ դիվանագիտական հակամարտության պատճառով ցուցադրաբար լքել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի Ուկրաինայի հարցով նիստը։ Սկանդալը սկսվել է այն բանից հետո, երբ անցած ուրբաթ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան երկարաձգել էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրկի մանդատը։ Սակայն ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ եւս մի քանի երկրներ դեմ էին քվեարկել։ Ժնևում Ֆրանսիայի առաքելությունը կտրուկ արձագանքել էր այս ամենին, հայտարարելով, որ ԱՄՆ-ն այլևս մարդու իրավունքների փարոս չէ եւ կանգնած է Հյուսիսային Կորեայի, Նիկարագուայի, Մալիի եւ Ռուսաստանի հետ նույն շարքում։ Ամերիկյան ներկայացուցիչ Դեն Նեգրեան այսօր դահլիճից դուրս գալուց հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի լսի քաղաքականացված դատարկախոսությունը եւ չի հետևի Ֆրանսիայի կեղծավոր կեցվածքին։ Թեհրանն ադրբեջանական AS-TV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում, հայտնել է Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալությունը։ Իրանը նաև սպառնացել է քրեական հետապնդում իրականացնել նման կազմակերպությունների հետ համագործակցող անձանց նկատմամբ։ Ի պատասխան Բաքուն արգելել է իր տարածքում գործունեություն ծավալել իրանական Սեհեր հեռուստաալիքին եւ Մեհեր լրատվական գործակալությանը։ Հարևան Իրանում Ֆրանսիայի դեսպանին արտաքին գործերի նախարարություն են կանչել ու ասել, թե Ֆրանսիայի կառավարությունը պետք է դադարեցնի իրենց երկրի ներքին գործերին միջամտությունը։ Մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայել Բաղային, ֆրանսիացի երկու դիվանագետների գործունեությունը որակելով բացարձակապես անընդունելի։ Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարարը պարզաբանել էր, որ Թեհրանում իրենց դիվանագետների խնդիրն էր մշակել ծրագրեր, որով իրանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ուսանողները
ուսանողներն ու արվեստագետները կկարողանային մասնակցել համալսարանական շարժունակության ծրագրերին։ Նա խստորեն դատապարտել է իրանական անվտանգության ծառայությունների կողմից դիվանագետների նկատմամբ կիրառված ծայրահեղ լուրջ ահաբեկման փաստը, նշելով, որ նրանք անարդարացիորեն կալանավորվել եւ հարցաքննվել են մի քանի ժամ։ Ի պատասխան այս միջադեպի անցյալ 3 շաբթի Ֆրանսիայի արտգործնախարարությունն էր կանչվել նաեւ Ֆրանսիայում Իրանի գործերի հավատարմատարը։ Նա հերքել էր ագրեսիայի մեղադրանքները, պնդելով, թե դիվանագետները պարզապես կարճ ժամանակով հարցաքննվել են անվտանգության ծառայությունների կողմից։ Por eso he decidido iniciar un proceso. Կոլումբիայի նորընտիր նախագահը հայտարարել է պետական ծախսերի կրճատման նպատակով աշխարհի տարբեր երկրներում առնվազն 15 դեսպանատուն փակելու մասին։ En una primera etapa cerraré las embajadas de Դիվանագիտական առաքելությունները կդադարեցնեն իրենց աշխատանքը, այդ թվում հարևան Ադրբեջանում։ Չնայած ներկայացուցչությունների փակմանը Կոլումբիան կպահպանի դիվանագիտական հարաբերությունները բոլոր պետությունների հետ, բացառությամբ Կուբայի եւ Նիկարագուայի։ Բացի այդ, նոր առաջնորդը չեղարկել է Պաղեստինում դեսպանատուն բացելու ու Ֆրանսիայում եւ Իտալիայում կոլումբիական առաքելությունները միավորելու ծրագրերը։ Հրդեհ է բռնկվել Բարսելոնայի Կլոդ եւ Գլորիես մետրոյի կայարանների միջև, տուժել է 137 մարդ։ Գնացքի մեքենավարը մոտ 50 մետր հեռավորությունից նկատել է կրակը, շտապ արգելակել եւ ահազանգել արտակարգ ծառայություն։ Թեև նման իրավիճակներում խորհուրդ է տրվում սպասել հրշեջների ժամանմանը, վագոններում առաջացած խիտ ծխի պատճառով շնչելն անհնարին է դարձել։ Այդ պատճառով ուղևորները բացել են դռները եւ վազել թունելով։ Հրդեհի բռնկման պահին մետրոյում եղել է շուրջ 300 մարդ։